Ջերմուկ գրուպից արձագանքել են, թե քոչարանականները թիրախավորում են ազգային բրենդին եւ խուճապի են մատնվել։ Ինչպես կարձագանքեք այս մեկնաբանություններին։ Ինչի է Աշոտ Արսենյանը կամ Ջերմուկի սեփականատերերը երբ են ազգային բրենդ դարձել, որ մենք Ջերմուկ հանքային ջուրը չենք, ջրի մասին չենք խոսել, խոսել ենք նրա սեփականատերերի մասին, ովքեր ազգային հարստությունը օգտվելով հարստացել են ու այսօր մարդկանց կամքի վրա բռնանում են ըստ էության եւ այդ լծակներն ու հնարավորությունները ուղղորդում են, որպեսզի մարդիկ քվեարկեն օրվա իշխանությունը։ Մենք շատ պարզ իրանց հասկացնում ենք, որ դուք ժամանակին Գրիգոր Զորապնել էր Էնվեր Փաշայի հետ նարդի խաղում, հետո տեսանք ինչ եղավ։ Ընդհակառակը մենք ազգային այդ բրենդը չենք թիրախավորում, այդ ազգային բրենդը թուրքերից ու իրանցից ու այս իշխանություններից, ովքեր ուզում են հանձնեն, պաշտպանում են։ Հետևաբար ինչ ասել եմ, մեկ անգամ եւս վերհաստատում եմ, դեռ մեղմ եմ ասել, թող նստեն իրանց տեղերը ու իրանց անելիքը ճիշտ իմանան։ Եթե առևտրով են զբաղվում, թող առևտուր անեն, բայց քթները չխոթեն այլ տեղ եւ պարզապես բռնանան մարդկանց ազատ կամարտացիան վրա։ Առայժմ այսքանը, եթե ուզում ենք շարունակենք այս թեման ու արդեն կանցնենք հաջորդ ավելի հետաքրքիր փուլի։ Սաղաթելյան նաև այսօր ամբողջ քարոզարշավի ընթացքում նորից Հայաստան դաշինքին է հիշել քաղաքացիական պայմանագիրը, մարտի 1-ն է հիշել, նախագահ Ռոբերտ Քոչարյանը փողոցում ազատ չի քայլելու նման արտահայտություն է արել Նիկոլ Փաշինյանը, ինչպես եք այս խոսույթը մեկնաբանում։ Նոր որ գալիս եք այստեղ տեսակ, այս սաղ փողոցները փակ էին։ Ամեն խաչմերուկի ոստիկանությունը, կարմիր բերետավորները, ամեն ծառի ու թփի տակ կանգնած էին։ Այդ ով է այսօր մարդկանցից վախենում։ Տեսնեք, չէ՞ ինչա կատարվում։ Այո, ինքը պետքա միշտ վախենա մարդկանց մեջ դուրս գա, որտեղ ոնց որ այսօր էլ տեսակ ամեն ծառի տակ մեքենան բռնացնելու, ասի դու դավաճան ես, հայրենի քազնող ես։ Ու ես կարծում եմ դեռ մեղմ է, նորմալ է որ այդ ձև են ասում, այդ ձև են վերաբերվում։ Ինչ վերաբերում մարտի 1-ին քիչ հետո դրան կանրադառնում։ Պարոն Սաղաթելյան, թերևս դուք անդրադարձաք հարցին Արսենյանների պատասխանին, կուզենամ մի փոքր ավելի համապարփակ անդրադառնալ խնդրին եւ նաեւ մասնավորապես այս կետին, այստեղ որտեղ որ պատասխանում նշել են իրենց գործած զանցանքներն ու հանցանքները հիշեցնող փաստերի փոխարեն անցել են վիրավորանքների։ Եթե փաստեր լինեին ձեր կարծիքով, իրենք չէին նշի այդ ամենը։ Վիրավորը, դեռ չենք վիրավորը, որ վիրավորենք տակը բան չի մնա։ Բայց ես հասկանում եմ այդտեղի ջղաձգումների պատճառը եւս, մեկ անգամ եւս զգուշացնում եմ ոչ միայն իրեն, այլ բոլոր այն օլիգարխներին, ովքեր այսօր ջանք ու եռանդ չեն խնայում այս իշխանության վերարտադրությունը ապահովելու համար։ Ձեր հարստությունը մնալու է թուրքերին։ Արևմտյան Հայաստանում կամ ընդամենը մի քանի տարի առաջ Արցախում պակաս գործարարներ չկային։ Այսօր իրանց հարստությունը ուր է։ Հետևաբար իրանք այդ որ Նիկոլի համար վիզ են դնում, որ վաղ նաև այդ իրենց ունեցածից զրկվեն։ Իրանց թվում է, որ իրանց ունեցածը մենակ Նիկոլն է խլող կամ չխլող է, այսօր ամեն ինչ անում են վերարտադրվի կամ գնացը իր ոտերի տակ թավալվում են։ Բայց այդտեղ պետության եւ լինելիության հարցը։ Իրանք ընդամենը գործիք են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա կատարի Ալևի առջև իր ստացած խոստումները։ Ես իմ համար, այսինքն Նիկոլի գործունեության արդյունքում թուրքը ջերմուկի մատույցներում է։ Հիմա ինչ են ասում է դրանք։ Հանցագործ են մանգալի, խնդրեմ։ Հանցագործի մեղսակից են ուզում լնեմ, խնդրեմ։ Կոչ են անում, որ մի արեք։ Կրկնակեք պատասխան տալ։ Նաև Դավիթ Իշխանյանին այսօր անդրադարձավ, նշեց, որ Դաշնակցության խոսույթն է, որ Դավիթ Իշխանյանի չի թողնի, որ Դավիթ Իշխանյանն ազատվի Բաքվի բանտից։ Կարճ ենք պայմանավորվել, բայց ասեմ դա ընդհանրապես մեկ հարցի պատասխան է, որ Բաքվում գտնվող գերիները Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։ Ու ինքը Ալիևի հետ ամեն ինչ արել է այդ նույն տրամաբանությամբ, որ այդ մարդիկ չլինեն Հայաստանում, որպեսզի չխոսեն Արցախի մասին։ Այսօր ինքը սրանով եւս մեկ անգամ պարզապես ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Մնացածին քիչ հետո։